Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Եվ պիտի ավելի ասեի, որ հենց այդպես էլ աշխատել ենք իրենց հետ եւ վերջին մեր ընդհանուր քննարկման ժամանակ, որտեղ նաեւ մեր գործարար համայնքը ներկայացնող շատ ներկայացուցիչներ կային, այդպես էլ պայմանավորվել ենք։ Ինչի շուրջ արդեն կա համաձայնություն, չենք հետաձգում, որովհետեւ արդեն 6 ամիսա քննարկել ենք։ Այսինքն հարցեր կան, որ գտել ենք ձևակերպումները, հարցեր կան, որ շարունակում ենք խոսել դրանց մասին եւ ուզում ենք հասկանալ ինչպես գրել։ Եվ որոշեցինք չհետաձգել, ինչ որ պայմանավորվել ենք, սա հիմա անում ենք։ Մի բան էլ ենք քննարկել, պարոն Գրիգորյան, այդ կապակցությամբ։ Բեկի հետ խոսել ենք այն մասին, պարոն վարչապետ, որ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակը պետք է նյութականացվի։ Այսինքն, եթե մենք այսօր խոսում ենք, գնում ենք ասում ենք օրինապահ հարկ վճարողը 5 միլիարդ դրամ է վճարել, որ չմտնենք այդ 5% ավելի պակասա վճարած եւ արձանագրված խախտումների քանակը, մինչեւ այդ ստատուսը իր վրայից չենք վերցնում, իր նկատմամբ այլ մոտեցումներ են կիրառվում։ Այս բոլոր մտքերը հիմա շարունակում են մնալ քննարկման մեջ եւ մենք պայմանավորվել ենք, որ ամռանը կշարունակենք աշխատել։ Աշնանը, եթե տեսնենք արդեն բյուրեղացած տեսակետներ կան, որին մենք համոզված ենք, որ կարող ենք գնալ առանց վնասելու, սա շատ կարևոր է։ Մենք գնալու ենք նաև այդ ճանապարհով։ Մենք հետեւաբար, բայց նաև ինչ որ պարոն Գրիգորյանը ասաց, ազգային ժողովից էլ է հնչել, պարոն Թունյանը եւ մեր աշխատանքային քննարկումների ժամանակ եւ նաև նախարարական կոմիտեի նիստի ժամանակ այդ տեսակետը ասել է, որ ինքն էլ է դրա անհրաժեշտությունը տեսնում եւ մենք տարբերություններ կարծիքների չունենք։ Ուղղակի պարոն վարչապետ, մենք այստեղ շատ կարևոր բաներ ենք անում։ Եվս մեկ անգամ 3 հարց, որ արդեն պարոն Հակոբյանը նշեց, ես կրկնեմ էլի, որ այս փաթեթի այն դրական ազդեցությունը, որ շատ մեծ է, երևա, երբ որ մենք նախնական հաշվարկների հիմքից հեռանում ենք, էլ ՊԵԿ-ը ոչ մի նախնական հաշվարկով հաղորդում չի տալիս, սա նշանակում է 70% դեպքերը այսօրվա, որոնք որ բավարար հիմնավորվածություն չունեին առերևույթ, էլ չեն գնալու քննչական կոմիտե։ Այսինքն ամեն 100 դեպքից 70-ը չի գնալու, 30-ը քննարկվելու է։ Եթե 30-ի շեմն էլ նայենք, այն որ 10-ը դառնում է 30 կամ 45, ինչպես պարոն Հակոբյանը նշեց, այդ 30 դեպքից 15-ն էլ դուրս կգա։ Այսինքն մենք մոտ 10 անգամ կրճատում ենք քրեական հաղորդումների քանակը կամ այն մարդկանց քանակը, ում հետ հետագա վարչարարության ժամանակ պիտի պարզենք, մարդը ինչ որ բան սխալ է, այլ թե չէ։ Հաջորդ կարևոր հարցը նա է, որ մենք ծախսերն ենք կրճատում։ Եթե այնուամենայնիվ կա կասկած, որ մեկը թվացial լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող է ունենալ, այսօր մենք իրեն ինչ ենք ասում ենք, բեր դրամական դեպոզիտ դիր բանկի հաշվի վրա, հատուկ բացված հաշվի վրա, սպասի քննությունը կավարտվի, եթե դու ճիշտ ես, փողդ հետ կվերցնես, եթե չէ, կմնա որպես ապահովման միջոց կամ կատարման միջոց։ Այստեղ մենք ասում ենք բանկային երաշխիք բեր, ոչ մի ծախս չես անի այդ դրամական միջոցները բանկից վարկ վերցնելու եւ այդ հաշվի վրա պահելու համար, կամ գնա պետական պարտատոմս վերցրու, այդ բոլոր եկամուտները այդ ամիսների ընթացքում, որ այդ քննությունը գնա, քո օգտին են հաշվարկվելու։ Այսինքն այն հիմնական բողոքը, որ բիզնեսն ունի, ասում է, ես ծախս եմ կրում ձեր վարչարարության պատճառով, ասում ենք, էլ ծախս կամ չես կրելու, եթե պարտատոմս ես բերել։ Այո, եկամուտները ունենալու են դրամական միջոցներով, որոնք կարող է չունենալ։ Դե, պարոն Գրիգորյան, մենք անում ենք այն, ինչ որ տեսնում ենք, որ անում ենք չվնասելով։ Մնացածը կքննարկենք, եթե հնարավոր լինի, իհարկե կշարունակենք անել, եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ փաթեթ է այս պահին։ Այս ամեն ինչը ջերմուկում խոսել ենք։ Ջերմուկում խոսել պայմանավորվել ենք եւ իրականացնում ենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 20-ը, հարկային օրենսգրքում փոփոխություն կա ներկատարելու մասին օրենքը։ Զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ։ Նախագծի նպատակը ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումը։ Նախագծով նախատեսվում է վերանայել ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործակների ավելացած արժեքով հարկման կանոնները եւ սահմանել հատուկ կանոններ։ Գործող օրենսդրության համաձայն, թեև ոսկու եւ թանկարժեք քարերի օտարումն ազատված է ավելացած արժեքի հարկից, այդուհանդերձ ոսկու եւ թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդի օտարումը ենթակա է ավելացած արժեքով հարկման։ Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին եւ թանկարժեք քարերը հարկվում են ավելացած արժեքի հարկով։
Ընդ որում հատկանշական է այն, որ ոսկու եւ թանկարժեք քարերի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը։ Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրենց իրացման շրջանառությամբ հատում են ավելացած արժեքի հարկի շեմը տարեկան 115 միլիոն դրամ, իրենց կողմից շուկայում առաջարկվող ոսկյա զարդի գինը ավելացած արժեքի հարկով պայմանավորված կտրուկ աճում է եւ ոսկյա զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ։ Մյուս կողմից ոսկին եւ թանկարժեք քարերը առանձնահատուկ հումքի տեսակներ են այն իմաստով, որ արժեշղթայի մի օղակից մյուսն անցնելով, հումքից զարդ դառնալով պահպանում են իրենց արժեքը։ Հետագայում կարող են օգտագործվել մեկ այլ զարդ պատրաստելու համար եւ այլն։ Այսինքն հումքի այս տեսակները կարող են բազմակի անգամ լինել արժեշղթայի օղակներում, ինչը բնականաբար չի նշանակում, որ յուրաքանչյուր անգամ դրանց արժեքի չափով նոր արժեք է ստեղծվում։ Հետևաբար յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ԱԱՀ-ով հարկելն արդարացի չի լինի։ Վերոնշյալը հաշվի առնելով նախագծով առաջարկվում է սահմանել երկու առանձին կարգավորում ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի արտադրողների եւ դրանք վերավաճառողների համար։ Մասնավորապես առաջին կարգավորումը արտադրողների համար առաջարկում է սահմանել, որ ավելացած արժեքի հարկով հարկում է ոսկյա իրի օտարման գնի եւ դրա արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Օրինակ, եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով եւ եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով եւ ադամանդի փաստաթղթավորված ծախս 25 միավորի չափով, ապա ավելացած արժեքի հարկը պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն 100-ից հանած 60 հանած 25։ Երկրորդը, առևտրական առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկում է ոսկյա իրի օտարման գնի եւ դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Օրինակ, եթե ոսկյա զարդի վերավաճառվող զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռքբերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով։ Նախագիծը քննարկվել է ոսկեգործության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը էապես կբարելավի այս ոլորտում գործող հազարավոր տնտեսվարողների գործունեությունը եւ մեծապես կնպաստի ոսկեգործության ոլորտի զարգացմանը եւ մրցունակության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ նախագծի ընդունումը կխթանի ոսկեգործության ոլորտում ինչպես հումքի ձեռքբերման, այնպես էլ պատրաստի արտադրանքի օտարման գործակների փաստաթղթավորումն ու թափանցիկ գործելավոճը։ Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն համոզվեցիք, բավականին բարդ նախագիծ է, եթե պարզ ասեմ, մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ եւ հարստացնել եւ մեր ոսկերչական արտադրանքը ներմուծվողի համեմատ մրցունակությունը էականորեն պետքա բարձրացնի, ընդ որում մենք անընդհատ հիշում եք խորհրդանում ենք քննարկումներ ունեցել, տենց ցույցեր են եղել, բողոքի ակցիաներ են եղել, վեճեր են եղել, կռիվներ են եղել, մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ լրացուցիչ խնդրեմ կա, որ մեր հարգելի ոսկերիչներին ստիպում է գալ եւ այդ շրջանառության հարկից մի 2000 դրամ ներքև ամբողջը սենց միանգամից արգելակել։ Եվ էլի սենց բանով նամակագրությունով, կռիվով, վեճով, բանավեճով եւ այլն, եկանք հանգեցինք, որ ստեղ է խնդրեմը, որ ինչպես պարոն Հովհաննիսյանը գեղեցիկ կերպով ձևակերպեց, բազմաթիվ խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի հաշվարկի հետ կապված եւ մենք հիմա այդ հարցը լուծում ենք։ Եվ ինչը այդ էլ պետք է արագ ընդունել, որ նաև տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է, որ մեր ոսկերիչների վաճառքները էականորեն մեծանան եւ մենք համոզված ենք, որ այդ էֆեկտը անպայման լինելու է։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։